Ուրեմն ես չեմ ասի, թե ինչքան լավ են մերոնք, այսինքն մենք ես բոլորս, ես նաև չեմ ասի ինչքան վատ են նիկոլիստները, շատ մտահոգող մի թեմայի մասին եմ ուզում բարձրացնեմ, իհարկե սա հարց չի, հայտարարություն է, բայց եթե պատասխանը լինի, դիրքորոշումը լինի, շնորհակալ կլինեմ։ Ճիշտն ասած, արդեն ակնհայտ է, որ մի 10-12% իրենք հազիվ կտանեն, ուրեմն այս պարագայում այդ ամեն ինչ իրանք էլ են շատ լավ հասկանում։ Ու դիմելու են ամեն խարդախության, ու առաջի հերթին այս ընտրակեղծարարություններ, ամենատարբեր ընտրախարդախություններ, ես կարծում եմ, որ պետք է այդ մասին շատ ասված լինի են պաշտպանության գործիքների մասին, ինչպես է պետք կարծում եմ այդ մասին կունենաք մշակած մեխանիզմներ։ Շնորհակալություն։ Այդ հարցին ես պատասխանում Ժորժ ջան։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրաձայնում։ Սրանք նախ առաջի բանը փորձում են տպավորություն ստեղծել, որ մեր դեմ խաղ չկա, ինչ էլ լինի մենք հաղթելու ենք, ժողովրդի մեջ խոսակցություն կա, որ նույնիսկ պարտության դեպքում իշխանությունը չեն տա, շատ ուղիղ ասում են գլուխները պատին կտան պատրաստվե, այո, այդ հարցը մեր օրակարգում կա, իմիջիայլոց այդ հարցում նաև պարզ ասում եմ, համագործակցելու ենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ, հրապարակային այդ առաջարկությունը արել ենք, մեր գործընկեր կուսակցությունները ևս գտնում են դրա կարևորությունը եւ անհրաժեշտությունը։ Ժորժ ջան, Հայաստանում կա 2000 ընտրական տեղամաս։ Այդ 2000 ընտրական տեղամասերում մենք ունենք երկուական հանձնաժողովի անդամ ու ասում, նաև մենք ստեղծել ենք համակարգ, որ մեր հանձնաժողովի անդամները եւ վստահված անձերը համապատասխան հեռախոսներով եւ բոլոր ընտրախախտումները անմիջապես արձանագրելու են, րոպեներ հետո կենտրոնացված այդ բոլոր տվյալները մեր մոտ լինելու է, ամբողջ մեխանիզմները ստեղծել ենք, հասկանալով եւ գիտակցելով, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է, ամեն ապօրինության գնալու է ընտրախախտումներ անելու համար։ Իսկ մեր գործն էլ այդ ընտրախախտումները կանխելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թող գնան ընտրատեղամաս, մերժեն այդ արյունոտ քվեաթերթիկը, ընտրեն մեզ, մենք ձեր քվեն պահելու ենք ու պահելու ենք միասին, վստահ եղեք։ Ժողովուրդ ջան, եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Ես Արցախից եմ, ազգանունս Քոչարյան, տեղահանվել եմ 23 թվականին, ընտանիքով ապրում ենք Սիսիանում, 7 հոգի ենք, ուզում եմ իմանալ, Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի մեծ հավանականությամբ, ամենայն լրջությամբ, այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կաֆանում եւ հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է, Արցախը, Հայաստանը եւ վերջ, ավելին միացում էր գոռում։ Միացում էր գոռում։ Հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա իսկապես վճռական պահ է։ Այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին։ Իսկապես շառ է։ Իդեպ Արցախի կորուստը մենք 22 թվականին Ֆրանսիայի հրապարակում 1.5 ամիս անդադար գիշեր ցերեկ ասում ենք վտանգ կա,
Ամեն ինչ ես հիշեցնեմ, սկսվել է մեկ նախադասությունից։ Խորհրդարանը ինքը ասել է Արցախի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք։ Հիշում եք։ Նշաձողը իջեցումը մենք արդեն իրեն ճանաչելով հասկացանք ինչ է սա նշանակում։ Դուրս եկանք հրապարակ, չկարողացանք բավարար մարդկանց հավաքել, համոզել։ Եվ հենց Ֆրանսիայի հրապարակի շարժումը մարվեց հունիսին, հոկտեմբերի 6-ին ինքը գնաց եւ ստորագրեց այդ տխրահրճակ հայտարարությունը, որով ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Նայեք, ինչ կատարվեց։ Եվ դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Այս մարդի ամեն մի հայտարարությունը ողբերգությունը բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք եւ որևէ կերպ, որևէ հնարավորություն ԿՊ-ին չտալ։ Ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ, եւ մեզ սյունեցիներից եւ սիսյանցիներից հետաքրքրում է հետեւյալ հարցերը։ Առաջինը, Հայաստան պետությունը դուրս անել միջազգային որպես խաղաքարտ։ Երկրորդը, արցախցիների վերադարձ։ Արցախցիների անպայման վերադարձ։ Եվ պարոն նախագահ, գիտեմ ձեր դիպլոմատիկ աշխատանքը, ես խնդրում եմ Ռուսաստանի ղեկավարությանը հիշեցնեք 1813-15 թվի Գյուլստանի պայմանագիրը։ Այդ պատերազմում նաև Ռուսաստանը 10,000 զոհ է տվել եւ գումարած մեր հայ ժողովրդի կորուստներից։ Եվ երրորդ հարցը, պարոն նախագահ, ես քանի որ դուք համագործակցում եք հայ հեղափոխական դաշնակցության հետ, այդ կուսակցությունը դերևս 19-րդ դարում է ստեղծվել եւ կուսակցությունը սոցիալիստական կուսակցություն է հավասար ապրելակերպով։ Ես խնդրում եմ, որ անպայման գիտեմ, որ դուք ընտրվեք մեր էկոնոմիան, տնտեսությունը նմանեցնեք սկանդինավյան երկրի տնտեսության հետ, որովհետև մի հարցով ասեմ, մեր հարևանի տղան Օսլոյում ծրագրավորող է։ Շատ է բողոքում իր մայրը, ասում է, իմ տղաս խանութ-պանից մի քիչ հավել ստանում։ Շատ եմ խնդրում, որ ընտրվելու դեպքում դուք այդ ծրագիրը իրագործեք։ Շնորհակալություն։ Եվ չորրորդը, ես էլ եմ օգոստոսի 31-ին ծնվել եւ ձեր հասակակից եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նայեք, հետարքիր է, երևի երիտասարդների համար հետարքիր կլինի, Սովետական միությունը 70 տարի սոցիալիզմ էր կառուցում, չկարողացավ, բայց Սկանդինավիան առանց սոցիալիզմի մասին խոսալուց իսկապես սոցիալիզմ կառուցեց։ Իսկապես կառուցեց բարեկեցիկ երկիր։ Երևի դա Սկանդինավիայի մոդելը իդեալական մոդել է, թե ինչպիսին է պետք է լինի պետությունը։ Երևի Սկանդինավիա եւ Սինգապուր իսկապես իդեալական է, ես համամիտ եմ։ Հիմա ինչ վերաբերում է մյուս հարցին կապված Ռուսաստանի հետ, կապված նաեւ ասենց աշխարհաքաղաքական խաղերում երկիրը հարվածի տակ չդնելու, դա հենց մեր հռչակած քաղաքականությունն է։ Մենք համարում ենք, որ Հայաստանը չպետք է փորձի խաղալ հզոր պետությունների հակասությունների վրա։ Ես մի քիչ ասենց կընդլայնվեմ այս հարցի հետ կապված, իմ աչքիս առաջ է եղել Սաակաշվիլու գործունեությունը։ Ես Հայաստանում էի նախագահ, ինքը Վրաստանում, Շևարդնաձեից հետո։ Ամեն ինչ անում էր, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակասությունների արանքում հայտնվի եւ Միացյալ Նահանգներից ինչ որ մի բան փոկի։ Ամեն ինչ անում էր։ Քանի անգամ հետո հանդիպել եմ, հարաբերությունները լավ էր։ Ասում է ինչի ես անում, բանես Վրաստանի գլխին փորձանք ես բերել։ Ռուսաստանը այն երկիրը չի, որի հետ կարելի է այսպես խաղալ։ Եվ Ամերիկան այդ երկիրը չի, որի հետ եւս կարելի է խաղալ։ Բան էր անում, ինչ փորձում էր բացատրել, դե չէ, այդքան էլ այդպես չի, ինքը ուրիշ բան անում, ուրիշ բանա փորձում։
բայց ամեն անգամ սրում էր այդ հարաբերությունները եւ փորձում էր այդ սրացումից ինչ որ բան շահել, օգտվել։ Վերջը տեսակ ինչ փորձանք եկավ այն ժամանակ ինքը բերեց Վրաստանի գլխին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անում է նույնը, ճիշտ նույնը։ Հակասություններ կան, այսօր ավելի սուր են այդ հակասությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, եւ ինքը անում է ամեն ինչ այդ հակասությունների sense խիզակետում հայտնելու համար։ Փորձանք է բերելու բոլորին գլխի։ Եվ հիմա արդեն այդ փորձանքը բերել է, արդեն հայկական ապրանքների համար մուտքը դժվարացել է, ապրանքատեսակներ կա, որը ուղղակի փակել են, եւ հիմա իր մեղքը եւս փորձում է գցել մեր վրա։ Ոնց Ղարաբաղը չէ, ինքը տվեց, ծախեց, ավիրեց, հասմահներն են արել 91 թվականից։ Հիմա փորձում է գցել մեր վրա, եթե այդքան ուժ ունենք, սենց ասեմ, Ռուսաստանի վրա ազդելու, որ ճամփեքը փակեն մեր ապրանքների համար, ուրեմն այդ ուժը ունենք հունիսի 8-ին այդ ճամփեքը բացելու համար։ Եթե ինքը մնա հաստատ ճամփեքը փակվելու է, ամբողջ ինչ Հայաստանը արտադրում է, չի արտադրում, սենց ասեմ, 90%-ով գնում է Ռուսաստան, գյուղարտադրանքի ավելի քան 90%-ը, մոտավորապես 98% բանջարեղեն, ծաղիկ, գինի եւ այլ, մոտավորապես 90%-92%։ Բալավ դու այդ քայլերը որ անում ես, չես մտածում այդ արտադրողի մասին, այդ բիզնեսների մասին, այդ ջերմոցներում աշխատող մարդկանց մասին, դրանց հացը, դրանց բերանից, ընտանիքների, երեխաներից կտրում ես, ինչի համար, որ արևմուտքից մեկը քեզ ասի ապրես լավ տղա ես, Սաակաշվիլիներ էր տենց մտածում, հիմա որտեղ է, հիմա ուր է, աու, չկա, ուրեմն, եթե այդքան հզոր ենք, որ կարող ենք սա փակել, կրկնեմ, ուրեմն այդ հզորությունը կա բացելու համար։ Ուրեմն իմացեք, որ որևէ խնդիր, որևէ մեկը չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններում հունիսի 8-ին, եթե ընտրվում ենք մենք։ Բարազես նախ ողջունում եմ Սյունիքում, իմ հարցը մի քիչ աշխարհակահաղական է եւ կոնկրետ ցանկանում եմ ձեզ ուղղել, պարոն նախագահ։ Այս վերջերս Երևանում հավաքվել էին եվրոպացի առաջնորդները, այնտեղ եթե չեմ սխալվում կար նաեւ Կանադայի վարչապետը։ Ու ես սկզբում իհարկե կատակով մտածեցի, որ միգուցե Դոնալդ Թրամփը այդ քարտեզագրության մեջ Կանադան բերելա դեպի Եվրոպա, հետո հիշեցի, որ Կանադան ինքը սահմանադրական միապետություն է եւ Կանադայի թագավորն է հանդիսանում Կարլ III-ը։ Վաղ անցյալում արքայազն Չարլզը։ Եվ ըստ դրա արդեն իմ մոտ sense մի սկսեց puzzle հավաքվել եւ ցավոք սրտի երևի իմ համար մնաց վերջին կտորը։ Puzzle-ը հետեւյալն է, մի քիչ հետ են գնում եւ սկսում ենք Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանից, որպես Բրիտանիա պատակ, հետո Լիդիան Արմենիա, հետո Գեորգի Կուտոյանի դեպքը, ով եթե չեմ սխալվում, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը թողնելուց հետո գտնվում էր Բրիտանիայում, հետո հետ եկավ եւ այդ դեպքը տեղի ունեցավ։ Եվ ցավոք սրտի Արցախի հալոտ տրաստին եմ հիշում, եթե նույնպես ինձ թվում է չեմ սխալվում, ովքեր զբաղվում էին ականազերծման աշխատանքներով, որ նույնպես Բրիտանիայի հետ է կապված։ Ու եւ վերջին երևի իրադարձությունները Կիր Ստարմեր եւ Կանադայի վարչապետ Մարկ Կարնի, ովքեր նույնպես միացյալ թագավորության ներկայացուցիչներ։ Հիմա հարցս հետեւյալն է։ Ու ինձ թվում է դահլիճում գտնվողների համար գաղտնիք չի, որ մեծ Թուրանի հովանավորներից երևի գլխավոր հովանավորը Մեծ Բրիտանիան է։ Դուք ինչ կարծիք ունեք այդ մասին, խնդրեի
բարձաբանում տալ։ Նայեք, հայտնի է, որ այս տարածաշրջանում առնվազն մի քանի 100 տարի Բրիտանիան մրցում է Ռուսաստանի դեմ։ Միշտ փորձել է Ռուսաստանին մղել այս տարածաշրջանից։ Եվ ոչ միայն այստեղից։ Պատմականորեն այդ մրցակցությունը շատ վաղուց է, այո, այստեղ։ Չմտնելով կոնսպիրոլոգիա այսպես տեսության մեջ, բայց սա փաստ է։ Եվ ես չեմ բացառում, որ այնինչ դուք ասում եք, այդ կապերը նաև այդ անունները, որ այդ կապը հավանական է, որ կա, բայց իհարկե ապացույցներ չունեմ։ Բայց մի քիչ կընդլայնեմ հարցը։ Նայեք, մենք ես անձամբ Եվրոպայի դեմ չեմ, սխալ ընկալում չլինի։ Իմ նախագահության ժամանակ մենք ջերմ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի հետ, հատկապես Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Իտալիայի հետ։ Կապերը լավ էր եւ մեր ապրանքաշրջանառությունը Եվրոպայի հետ այն ժամանակ քիչ էր զիջում մեր ապրանքաշրջանառությամբ Ռուսաստանի հետ։ Շատ մոտ էր։ Հիմա Ռուսաստանինը աճել է այս Եվրոպայի հետ իշխանությունը իբրև Եվրոպայի հետ առևտուրը շեշտակի նվազեցրել են, Ռուսաստանի հետ շեշտակի մեծացել է։ Բայց փաստը նա է, որ այսօր մեր տնտեսությունը շնչում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաշվին։ Եվ քո արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի քո շահերը։ Իսկ քո շահերը ենթադրում են, որ դու պետք է քո արտաքին քաղաքականությամբ բարենպաստ պայմաններ ստեղծես քո տնտեսական զարգացման համար։ Չէ, հիմնական կառավարության խնդիրը ո՞րն է։ Ժողովրդի բարեկեցությունը եւ անվտանգությունը։ Բարեկեցությունը կապված է այդ գործոնի հետ։ Հիմա այդ պատճառով ես չեմ հասկանում ինչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ուր է տանում երկիրը։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ ազդեցությունը ինչ որ դուք ասում եք, չեմ բացառում, որ նաև այդ ազդեցության պատճառով ինքը ոչ թե սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկում է այլ երկրների շահերը։ Ինչ եմ ասում ես։ Ասում եմ Եվրոպա շատ լավ։ Եվրոպայում չեն կարողանում փող աշխատել։ Փող աշխատենք Ռուսաստանում, ով բավարար փող է աշխատում Ռուսաստանում, գնաց ախսի Եվրոպայում։ Շատ պարզ լավ մոդել ենք ասում։ Եթե Եվրոպան շատ է սիրում, գնա Եվրոպայում, Դուբայն է սիրում, գնա Դուբայ։ Բայց քո փող աշխատելու տեղը, տարածքը այսօր 80% մեր քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունն է։ Լավ հարաբերություններ պահի եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ պահի լավ հարաբերություններ, Ռուսաստանի հետ պահի փայլուն հարաբերություններ, որ կարողանաս ավելի շատ փող աշխատել, Հայաստանում լավ ապրել, Հայաստանը շենացնել եւ գնալ քո արձակուրդդ Եվրոպայում այդ փողը ծախսել։ Ինչ վատ բան ենք ասում։ Հիմա ասում են չէ։ Մենք ինչ որ պրինցիպ ունենք, կամ ինչ որ մեր տերը պրինցիպ ունի, մեկը մի տեղից ասում է եւ Ռուսաստանին ցավացնելու համար մեզ դրթում են քայլերի, որոնք Հայաստանի շահերին ուղղակի հարվածում են։ Ձեզանից ամեն մեկի շահերին հարվածում են։ Ես մի բան հարցնեմ ուղղակի, խնդրում եմ ձեր բարձրացնենք։ Մարդիկ ում բարեկամները ապրում են Ռուսաստանում եւ այս կամ այն ձևով օգնում են ձեզ։ Նայեք, հիմա ձեզ բոլորին հարվածում են։ Հանուն ինչի։ Իմ մոտ հարց առաջանում հանուն ինչի։ Բայց հայտարարություններով նայեք, մի քանի օր ռուսների դեմ հայտարարություններ են անում, շատ անթույլատրելի հայտարարություններ, հետո 1-2 օր հերթով ասում են չէ, մենք Ռուսաստանի կողմ ենք, լավ ենք եւ այլ, ախբերությունը, ես լսում եմ Ռուսաստանի պաշտոնյաներին, իսկ կյանքում այդպիսի խոսույթ չեմ լսել։ Հայաստանի պատմության մեջ այսպիսի խոսույթ չի եղել, կոշտ, սա շատ կոշտ ձևակերպումներով, այն որ բանը բանից անցնում, դա է, ռուսական բան կա, չէ, որ ասում է, մի կետ կա, միջև դրան որ հասնում է, ուրիշ ձև է հետո ռուսը շարժում։ Իրենք, գիտեք իրենց ոնց են մտածում, միգուցե սենց տարածվեցի մի քիչ, բայց իրենք մտածում են սենց, որ
փոքր Զապարոժեցի վրա նստած կարաս տուրմը ստաս, գազ ստաս, տուրմը ստաս, գազ ստաս, սենց խաղաս էլի, Մակրոնին դուր գաս, մյուսին դուր գաս, Տրամպին եւ այլ, չեն մտածում, որ Ռուսաստանը Զապարոժեց չի, մի հսկա գնաց կա, դանդաղ արագությունը հավաքում, բայց որ հավանքը մա տորմուզ էլ չկա, տորմուզը որ տա կիլոմետրերով պիտի կաղնի, այդ պարավոզի տակ ընգնելը պրոբլեմա ժողովուրդ ջան, չեն հասկանում, իրենք Զապարոժեցի ռուլի են, Զապարոժեց եմ ասում, որովհետև գոնե մի ուրիշ մեքենա լիներ, մի քիչ իրենց հասանելիքը դա է։ Քանի որ առիթը անձեռնել, մի հարց էլ 97 թվականին երբ դուք փոխարինում էիք Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոն, տեղյակ եք ինչ տարաձայնություններ անցել Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ կամ ժամանակներ։ Նայեք, իհարկե տեղյակ եմ։ Չեմ ուզում հիմա այդ տարաձայնությունների մասին տարածվել, բայց հիմնական տարաձայնությունները ինչ որ ես գիտեի, ինքը գնացել է ոչ տարաձայնությունների պատճառով, իսկապես ինքը առողջության պատճառով է գնացել, դա ես հստակ գիտեմ, բայց տարաձայնություններ եղել են հետևյալ մոտավորապես բովանդակությամբ։ Պետք էր որոշումներ կայացնել, բոլոր որոշումների վերաբերյալ ինքը շատ էր ձգվում, շատ դժվար էր որոշում կայացնում։ Հիմնական պատճառը սա էր։ Ես կարող եմ լավ մի դրվագ պատմել, ես Ղարաբաղի նախագահն էի, ինքը այստեղ վարչապետ էր։ Օրինակ ես տարբեր հարցերով իր հետ երբ կապվում էի, ինչ որ հարցադրում էի անում, ինքը ասում է դե գիտես լավ կլինի նախագահին ասես։ Ինչ ասում ես, ասում լավ կլինի նախագահին ասես։ Այսպիսի ոչը սա էր։ Մինչ իրեն եղել է Բագրատյանը Հրանտ։ Չի եղել մի դեպք, որ Հրանտ Բագրատյանը ինձ ասի նախագահին ասի։ Եթե իր տիրույթում է, վարչապետի տիրույթում է, պայմանավորում ենք, ինքը որոշումներ կայացնում անում ենք։ Այս խնդիրը կար։ Ես հետո իրեն երրորդ անգամ որ ասեց նախագահին ասի Արմեն, նախագահի տեղը ես գիտեմ։ Ես հասկացա, որ քո այդ ոչ իմ բանի շուրջ չպիտի խոսամ, միանգամից նախագահի հետ պիտի խոսամ։ Այսպիսի շատ կոնկրետ խոսակցություն եղել է, ոչ թե չեր ուզում անի եւ այլ, պատասխանատվություն իր վրա չեր վերցնում։ Եվ մենք հետո տեսանք, երբ արդեն նախագահ ինքը դարավ, մենք տեսանք եւս, որ պատասխանատվություն իր վրա չվերցրեց։ Կան հարցեր։ Երևի վերջի հարցը Ժորժ ջան, գիտեմ շատ հարցեր կունենալ, բայց ճանապարհի վրա ենք։ Խնդրեմ վերջի հարցը։ Պարոն նախագահ, ես ճիշտ է հարց չեմ տալիս, բայց ուղղակի իմ հորդորն եմ ասում։ Մենք ուրախ ենք, որ այսօր Սիսիանում եք, Սյունիքում եք։ Ես բոլորիդ ճանաչում եմ եւ վստահ եմ, որ հաղթանակ եք։ Մինասյան Աշոտ իմ դասարանցին է, իմ գյուղացին, իմ հարևանը։ Ես լավ եմ ճանաչում, կարող շատերից ճանաչեմ, մանկությունից մինչև այսօր։ Սարգսյան Արտուրի հետ աշխատել եմ, Տարոնին ճանաչում եմ, ինչ եմ ուզում ասել։ Ես վստահ եմ, որ վերջի հնարավորությունն է, ընտրիր Հայաստանը մենք կհաղթենք եւ բոլոր կասկածանքները կվերանան։ Ոնց որ ասել է Մոնթեն, եթե կորցնենք Ղարաբաղը, կջնջվի պատմության մեջ Հայաստանը, բայց վստահ եմ, այդ քայլին չի հասնի, ընդհակառակը կհասցնենք հետ բերել Ղարաբաղը։ Եվ ես ինչ եմ ուզում ասել ժողովուրդ, հարգելի սիսիանցիներ, մեր գյուղից սկսած ես շատերին էլ, ում տեսնեմ ասելու եմ, ով ԿՊ ընտրի, Սաֆարովի նկարը կպցնի Կուրսկի, նոր մտնի ընտրատարածք։ Ուրեմն նշանակում է, որ մարդասպանին ֆեյք հերոս կոչելով, թող իրանք էլ ԿՊ-ականներն էլ դառնան ֆեյք հերոսներ։ Եթե մենք այսօր հերոսի թիկունքին չկանգնենք, առաջ չտանենք, ուրեմն կկորցնենք մեր ընտանիքը։ Եթե այսօր մենք չհաղթենք, մեր մանուկները կկորցնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ կկորցնեն հատկապես գյուղերում դպրոցի զանգը։ Եթե դպրոցում զանգ չեղավ, էլ ինչ գյուղ։
Ես ուղղակի հորդորում եմ ու ցաղին էլ կասեմ, սիսյանցիներ, հայաստանցիներ, իմ գյուղից սկսած, նորից եմ ասում, ով մտնի ընտրատարած կպընտրի թուրքի սերունդից առավել է։ Ժորժ ջան, այսքանով